Armenia TV-ին և PM Publishing House-ը ներկայացնում են Նանե հեռուստահանդեսը։ Եթե ավարտել եք ձեր կենցաղային աշխատանքները, ապա վերցրեք ձեր թեյը կամ սուրճը և միացեք մեզ մոտակա րոպեների ընթացքում։ Եթերում Նանեն է, ողջույն։ Դիտեք այսօր Նանեի եթերում։ Տակո ցունամի շեֆ խոհարարի կողմից։ Լյարդի խնդիրներ, ինչպես կանխարգելել և բուժել։ Քթի ոչ վիրահատական ռինոպլաստիկա, որ խնդիրների դեպքում է այն ցուցված։ Ազգային էլեմենտներ նորաձևության մեջ։ Դիզայներ Լիլիթ Մելիքյանը խոսում է տարազի և այն կրելու մշակույթի մասին։ Այսօրվա մեր ուտեստը բաղադրիչների առումով բազմազան է, իսկ համային առումով վստահ եմ հարուստ։ Մեր խոհանոցում Ջոս ռեստորանային համալիրի շեֆ խոհարար Ստեփան Միքայելյանն է։ Ողջույն Ստեփան։ Բարև։ Ինչպես է կոչվում այս կերակրատեսակը։ Այս կերակրատեսակը կոչվում է տակո ցունամի։ Իսկ ինչ է հարկավոր, խնդրում եմ նշիր։ Հարկավոր է աղացած միս, խոզի և տավարի 100 գրամ միջապապաժնի համար, տորտիլյա լոշիկ, չիլի պղպեղ, լիմոն, զեյթունի ձեթ, սոյայի սոուս, չինական կաղամբ, իմբիր կամ կոճապղպեղ, սխտոր և կանաչ սոխ։ Ինչ է պետք անել։ Պետք է կտրատենք բոլոր բաղադրիչները ու տապակենք մսի հետ։ Կարող ենք սկսել։ Իհարկե։ Ստեփան, հետաքրքիր է տավարի և խոզի միս, կոճապղպեղ, շաքարավազ, այդ համային առումով իրոք որ շատ բազմազան է, բայց մարսողության առումով կարծում եմ մի փոքր խնդիրներ կառաջացնեն։ Չէ, բացարձակ ոչ մի վտանգավոր բան չկա։ Առհասարակ մենք ինչ-որ բան պատրաստելիս շատ մեծ կարևորություն ենք տալիս դրան, որ լինի ոչ միայն համեղ, այլև առողջարար։ Իմբիրը կտրատում եմ շատ մանր կուպիկներով։ Արդեն համը բուրում է իմբիրի կոճապղպեղի։ Իդեպ շատ առողջարար է։ Նախորդ հաղորդումներից մեկում դու ինձ հարցրեցիր, Նանե, ես ինչ համեր եմ սիրում օգտագործել։ Այդ իսկ պատճառով ես այսօր հատուկ ընտրեցի այս ճաշատեսակը, որ տեսնեք ինչքան հետաքրքիր է լինում, երբ որ թթուն, կծուն, քաղցրը և աղին համադրում են։ Այո, ես նկատել եմ, որ շատ է սիրում մսային կերակրատեսակներ պատրաստել։ Սա էլ է ձեր նոր ճաշացանկում, թե սա հին ճաշացանքի նպատակ։ Չէ, սա հինում չի եղել, նորում չի լինել։ Ստեփան, իսկ ինչ խորհուրդ կտաս մեր հեռուստադիտողներին միս ընտրելիս ինչի վրա ուշադրություն դարձնեն։ Նախ եւ առաջ որևէ բան ընտրելիս, թե միս, թե բանջարեղեն, յուրաքանչյուր մարդ թող վստահի իր ինտուիցիային, որովհետև վստահ եմ, որ ոչ մի դեպքում ինտուիցիան չի խաբում։ Ուրեմն թող ուշադրություն դարձնեն գույնին, հոտին։ Ինչպիսին պետք է լինի, օրինակ, տավարի մսի գույնը։ Հաճելի վարդագույն, ախորժալի։ Խոզինը նույնպես վարդագույն, մի քիչ ավելի բաց։ Չինական կաղամբը նույնպես մանր կտրատում ենք։ Շատ կարևոր դեր ունի չինական կաղամբը այս ճաշատեսակի մեջ։ Այսինքն սովորական կաղամբով չի կարելի այն պատրաստել։ Չինական կաղամբը ինքը մի քիչ նեյտրալ համ ունի։ Ու այս դեպքում մենք իրան օգտագործում ենք կոնկրետ կծուն չեզոքացնելու համար։ Այդքանը բավական է։ Ստեփան, ասում են միս ընտրելը ավելի շատ տղամարդու գործ է, քան կնոջ։ Համաձայն ես այս մտքի հետ։ Ճիշտն ասած, երևի թե տարբերություն չկա։ Օրինակ, մինչև իմ խոհարար դառնալը մեր տանը
թե մայրս եւ թե հայրս ոնց որ հավասարապես ընտրել են։ Կարևորը գիտակ լինելն է գործում։ Հա, ոչ մեկ ես չեմ հիշում նման դեպք, որ սխալված լինի։ Ստեփան, իսկ այս կերակրատեսակը երբ ես առաջին անգամ պատրաստել եւ ինչ առիթով։ Ահագին շուտ եմ պատրաստել։ Ուղղակի փորձում էի ինչ-որ բաներ եւ այդ փորձերի արդյունքում ստացանք այս կերակրատեսակը։ Ովքեր հավանություն տվեցին։ Ինձ շրջապատող իմ գոլեգաները, այսպես ասեմ։ Վերջ, գնում ենք խոհանոց, վերցնում ենք սա։ Համեմունքները վերցնում ենք։ Իհարկե։ Ես կվերցնեմ։ Ահամբը ձևավորելու համար է, թե ուղղակի միսը այնտեղ են դնում։ Հիմա կասեմ, ուրեմն նրանք ովքեր գծվից այդքան էլ չեն վախենում, Օրինակ ես։ հա, ուտում են լոշիկով։ Իսկ նրանց ովքեր պետք է մի քիչ ավելի մեղմացնել համը, օգտվում են աղամբով։ Եվ վերջ։ Եվ վերջ։ Այսքանը։ Շնորհակալ եմ Ստեփան այս հետաքրքիր էկզոտիկ տակո ցունամին մեզ համար պատրաստելու, իսկ մեր սիրելի հեռուստադիտողները կարող են դիտել Բաղադրատոմսը հեռուստաէկրաններին եւ պատրաստել։ Իսկ մեզ բարի ախորժակ։ Տակո ցունամի 100 գրամ խոզի միս, 100 գրամ հորթի միս, 50 գրամ կոճապղպեղ, լոշիկ տորտիլա, 5 գրամ սխտոր, 1 չիլի պղպեղ, 1 կիտրոն, 20 գրամ եղեգի շաքարավազ, 30 գրամ կանաչ սոխ, 1 հատ չինական կաղամբ, 50 գրամ սոյայի սոուս։ Լյարդի հետ կապված խնդիրները կարող են չունենալ վաղ արտահայտված նախանշաններ։ Շատ կարևոր է ժամանակին կանխել եւ ախտորոշել զարգացող խնդիրները։ Իսկ դրա համար անհրաժեշտ է որակյալ մասնագետի խորհրդատվություն։ Որոնք են լյարդի հետ կապված ամենահաճախակի հանդիպող խնդիրները, երբ է պետք հետազոտվել եւ ինչպես առողջ պահել լյարդը։ Այսօր այս խնդիրները կքննարկենք բժիշկ լյարդաբան, բժշկական գիտությունների թեկնածու Հասմիկ Ղազինյանի հետ։ Ողջույն Տիկին Ղազինյան։ Բարև ձեզ։ Որքանով ես տեղյակ եմ, լյարդի գործունեության խանգարումները ցայտուն ախտանիշներ չունեն։ Ինչպես հասկանալ, որ լյարդը նորմալ չի գործում։ Նախ թույլ տվեք իմ շնորհակալությունը հայտնել այս հաղորդման համար, որովհետև իսկապես լյարդի հիվանդությունները համարվում են համաշխարհային առողջապահության կազմակերպության արդի խնդիրներից լրջագույններից մեկը, ուստի ավելորդ իրազեկությունը, հասկապնակչությունը կհամարի եւ ժամանակին ախտորոշել այդ հիվանդությունները եւ կանխարգելել այն առիթի դեպքում։ Լյարդի հիվանդությունները իսկապես լինում են քիչ ախտանիշներով, այնուամենայնիվ որոշ ախտանիշների դեպքում պետք է մտածել լյարդի հիվանդությունների մասին։
Դրանք են ընդհանուր թուլությունը, այլ կերպ կոչվում է այն լյարդային թուլություն, հոգնածությունը եւ աջ թուլակողի դիսկոմֆորտը։ Այս երեք ախտանիշների դեպքում անպայման պետք է մտածել լյարդի այս կամ այն ախտահարման դեպքում։ Երկրորդ, գոյություն ունեն այսպես կոչված ռիսկի խմբեր, որոնք իսկապես պետք է հոգ տանեն եւ մտածեն, որ լյարդը կարող է լինել ախտահարված։ Դրանք բարձր քաշ ունեցող անհատներն են, դրանք ոչ ճիշտ ապրելակերպ եւ ոչ ճիշտ սննդակերպ ունեցող անհատներն են, դրանք ալկոհոլի չարաշահումով անհատներն են, այս կամ այն հիվանդությունների դեպքում երկարատև տարբեր դեղորայքներ օգտագործած անհատներն են եւ վերջապես մարդիկ, որոնք կյանքի ընթացքում տարել են տարբեր վիրահատություններ, հատկապես վերջին 1 տարվա ընթացքում, չի բացառվում ինֆեկցիոմը այս կամ այն վիրուսներով, ուստի այսպիսի մարդիկ պետք է մտածեն լյարդի ախտահարման մասին եւ լինեն աչալուրջ եւ լինեն դիսպանսեր հսկողության։ Իսկ որ գործոններն են նպաստում լյարդի գործունեության խանգարմանը։ Լյարդը ինքը համարվում է օրգանիզմի լաբորատորիան։ Եվ ցավոք սրտի գոյություն ունեն բազմաթիվ գործառույթներ, որոնք կարող են ախտահարել լյարդը տարբեր ձևերով։ Սկսած ոչ ճիշտ ապրելակերպից, ոչ ճիշտ սնուցումից, ալկոհոլի չարաշահումից, դեղորայքների երկարատև օգտագործումից, վիրուսային հեպատիտներից, գոյություն ունեն այսպես կոչված լյարդի իմունային ախտահարումներ, դա հատկապես լինում է կանանց մոտ, դաշտանադադարի շրջանում եւ աղջիկների մոտ սեռահասուն դառնալու շրջանում, երբ լյարդը կարող է ենթարկվել իմունային խաթարման եւ իմունային փոթորիկի արդյունքում առաջանա այսպես կոչված աուտոիմուն հեպատիտներ, այսինքն գոյություն ունեն 10-ից ավելի գործոններ, որոնք այս կամ այն կերպ ախտահարում են լյարդը եւ առաջ բերում տարբեր աստիճանի լյարդի բորբոքման տարբեր ստադիաներ։ Լյարդի հիվանդությունները շատերի մոտ ասոցացվում է հեպատիտների հետ, հատկապես մեծ է վախը հեպատիտ C-ի նկատմամբ։ Արդյոք բոլոր հեպատիտներն են վարակիչ եւ որն է այս հիվանդությունների պատճառը։ Նախ ասեմ, որ ոչ բոլոր հեպատիտներն են վարակիչ, գոյություն ունեն ինֆեկցիոն եւ ոչ ինֆեկցիոն հեպատիտներ։ Հեպատիտ բառը ինքը նշանակում է լյարդի բորբոքում։ Ոչ ինֆեկցիոն հեպատիտները դրանք ալկոհոլային հեպատիտ կարող են լինել, աուտոիմուն հեպատիտ կարող է լինել, գենետիկ ախտահարումների հետևանքով առաջացած ժառանգական բնույթ կրող տարբեր հեպատիտներ կարող են լինել եւ կարող է լինել տոքսիկ հեպատիտներ։ Նորից կրկնեմ, տարբեր դեղորայքի երկարատև օգտագործման արդյունքում սրանք ոչ ինֆեկցիոն հեպատիտներն են։ Իսկ հեպատիտ բառը իսկապես ասոցացվում է հեպատիտ C-ի եւ ոչ միայն C-ի, այլ հեպատիտ B-ի հետ միասին, որովհետեւ դա լուրջ ակտուալ հարց է ժամանակակից բժշկագիտության մեջ, որովհետեւ ամբողջ աշխարհում 600 միլիոն մարդ վարակված է հեպատիտ B-ով եւ C-ով։ Ցավոք սրտի հեպատիտ C-ի համար դեռևս չկա պատվաստում, որի պատճառով այն դեռևս կարող է ավելանալ, նույնիսկ կանխորոշում այսպիսին է, որ 2 անգամ գալիք 10-ամյակում այն ինֆեկցվածների թիվը կարող է բարձրանալ, այդ իսկ պատճառով հեպատիտ բառը այսպես թե այնպես ասոցացվում է վիրուսային հեպատիտների հետ, հանձինս հեպատիտ C-ի եւ հեպատիտ B-ի հետ։ Վիրուսային հեպատիտները համարվում են արյունածին վիրուսներով հեպատիտներ, այսինքն դրանք կարող են փոխանցվել ցանկացած մանիպուլյացիաների դեպքում, սկսած վիրաբուժական մանիպուլյացիաներից, գինեկոլոգիական, ստոմատոլոգիական, ինչու ոչ կոսմետոլոգիական մանիպուլյացիաներից, ընդգրկումով դաջվածքները, պերսինգները, ժամանակակից գեղեցկության տարբեր միջոցները, ցավոք սրտի դրանք ոչ միայն գեղեցկացում են, այլ երբեմն կարող են հանդիսանալ առողջությունը պատթարացնելու պատճառով, այդ իսկ պատճառով ամենուրեք եւ ամենտեղ ասվում է զգույշ պետք է լինել վիրուսային հեպատիտների վարակելությունից, որովհետեւ վիրուսային հեպատիտները օրգանիզմ փոխանցումից հետո ցավոք սրտի մեծամասնությամբ անցնում են քրոնիկ ընթացքի եւ առանց հակավիրուսային բուժման այն կբերի բազմաթիվ բարդությունների, հանձինս լյարդի ցիրոզի եւ այլ բարդությունների։ Իսկ ինչ հետազոտություններ են ցուցված լյարդային հիվանդությունների ժամանակ։ Լյարդի հիվանդությունների ախտորոշման համար
հիվանդը կարիք ունի կոմպլեքսային հետազոտությունների, սկսած լյարդի բիոքիմիական ցուցանիշների, որոնք առաջինն են շեղվում լյարդի այս կամ այն պաթոլոգիայի ժամանակ, վերջացրած պատճառական ախտահարման ցուցանիշները, դա ինֆեկցիոն պարամետրերը կամ ժխտել կամ հաստատել, դա աուտոիմուն հեպատիտի ժամանակ անպայման իմունային պարամետրերը պետք է հաստատել կամ ժխտել, ամեն մի հիվանդություն ախտորոշում ունի իր սպეციფիկ հետազոտության շարանը, որոնք պարտադիր են տվյալ ախտորոշումը կատարելու համար, որովհետև լյարդի ֆունկցիան կարող է շեղվել մեկ անգամ, բայց կարող է շեղվել տարբեր պատճառներից, իսկ լյարդի հիվանդության բուժման համար շատ կարևոր է պատճառական բուժումը, բացի նրանից, որ մենք ունենք ընդհանուր լյարդային ստաբիլիզատորներ բուժման ընթացքում, գոյություն ունի և պատճառական բուժումներ, օրինակ վիրուսային հեպատիտների ժամանակ, միայն և միայն հակավիրուսային պրեպարատները, իմունային հեպատիտների ժամանակ, միայն և միայն իմունոսուպրեսիվ թերապիան կարող է հիվանդին բերել ստաբիլիզացիայի, ինչ վերաբերում է այլ ախտահարումներին, որոնք առաջանում են այս կամ այն էկզոգեն ազդակից, ապա էկզոգեն ազդակի բացակայությունից հետո լյարդային պրեպարատների օգտագործումը բերում է լյարդի ֆունկցիայի ստաբիլիզացիայի։ Որոնք են լյարդի բուժման արդի մեթոդները։ Լյարդային հիվանդությունների ճիշտ ախտորոշումը բերում է ճիշտ բուժման ընտրության, որովհետև լյարդը այն օրգանն է, որի հիվանդությունը պահանջում է առաջին հերթին պատճառական հիվանդության։ Արդի մեթոդները դա կախված է այն ախտորոշումից, որը ունի տվյալ հիվանդը։ Մեկ անգամ եւս ավելացնեմ, հիվանդի մոտ կա վիրուսային հեպատիտ, ապա լյարդային պրեպարատների օգտագործումը այստեղ ընդամենը ժամանակավոր բարելավում կբերի։ Հիմնական արդի մեթոդը դա հակավիրուսային պրեպարատների օգտագործումն է, վիրուսի իսպառ հեռացումն է օրգանիզմից հետագա բարդությունները կանխարգելելու համար։ Եթե լյարդը իմունային ախտահարման պատճառով է, ապա անպայման պետք է ստանա հիվանդը այսպես կոչված իմունոսուպրեսիվ բուժում։ Եթե լյարդի ախտահարումը պատճառ է գենետիկական տարբեր ժառանգական հիվանդությունների, ապա ամեն մի ժառանգական հիվանդություն ունի միջազգային ընդունված ուղեցույց տվյալ ժառանգական հիվանդությունը կառավարելու համար։ Լյարդի խնդիրների ժամանակին չկանխարգելելը ինչ հետևանքների կարող է հանգեցնել։ Ավելի շուտ չկանխարգելելը կարող է հանգեցնել լյարդի հիվանդության պրոգրեսիայի, ցավոք սրտի այնպիսի բարդությունների, ինչպես է լյարդի ցիրոզը, որը գիտեք, որ բավականին լուրջ խնդրեմ է եւ կյանքին սպառնացող դա լյարդի հիվանդության ստադիա է, ցավոք սրտի դա դեռ վերջինը չէ, որովհետեւ ցիրոզը ինքը համարվում է նախաուռուցքային շրջան եւ որոշ դեպքերում 10-20% դեպքերում տարբեր ցիրոզներից կարող է զարգանալ լյարդի առաջնային ուռուցք, հետևաբար լյարդի հիվանդությունը ժամանակին ախտորոշելու, ճիշտ կառավարելու միակ նպատակը կանխարգելել բոլոր այն բարդությունները, որոնց մեջ է մտնում լյարդի ցիրոզը, լյարդի առաջնային ուռուցքը եւ մահացությունը բնականաբար։ Եվ վերջին հարցս, որպես մասնագետ, ինչ խորհուրդ կտաք, ինչպես առողջ պահել լյարդը։ Եթե ես արդեն նշեցի բոլոր այն գործոնները, որոնք բերում են լյարդի հիվանդությունների առաջացման, ընդամենը պետք է ճիշտ ապրելակերպ, ճիշտ սննդակերպ, ֆիզիկական ակտիվություն, առողջ մարմնի մեջ լինում է առողջ հոգի եւ այդ դեպքում առողջ է լինում եւ բոլոր օրգան համակարգերը, այդ թվում եւ լյարդը։ Շատ ժամանակ պահանջվում է ընդամենը առողջ ապրելակերպ, որը համարվում է այսօրվա դեվիզ ամբողջ աշխարհում։ Շնորհակալ եմ արդյունավետ զրույցի համար, ինչպես ասում են, առողջությունը ամենամեծ գրավականն է ուրախ տրամադրության։ Առողջություն բոլորիս։ Ես էլ շնորհակալ եմ հրավերքի համար եւ օգտվելով առիթից ուզում եմ շնորհավորել հայ կանանց գարնանային միամսյակը, ցանկանալ առողջություն, հետեւողականություն եւ կյանքում լինել երջանիկ եւ առողջ։ Քթի ձևի շտկումը շատ աղջիկների կյանքում կարող է փոխել ոչ միայն նրանց արտաքինը, այլև հոգեբանական դիրքորոշումները։ Քթի էսթետիկ ոչ վիրահատական ռինոպլաստիկայից այսօր կզրուցենք Ջոն Ռիգ կենտրոնի տնօրեն Արգինե Դավթյանի հետ։ Ողջույն Արգինե։ Ողջույն։
Քթի վիրահատական ռինոպլաստիկայի մեթոդին ծանոթ են շատերը։ Իսկ ինչ է իրենից ներկայացնում քթի ոչ վիրահատական ռինոպլաստիկան։ Վիրահատական ռինոպլաստիկան բնականաբար դա այն վիրահատական միջամտությունն է, որի ժամանակ փոխվում է քթի ձևը, չափսերը եւ քթի այս կամ այն հատվածները։ Ոչ վիրահատական ռինոպլաստիկան դրանք հատուկ ինյեկցիաներ են, որոնց միջոցով կարողանում ենք փոփոխել, բայց ավելի քիչ մասշտաբների բնականաբար, այսինքն եթե մենք վիրահատական միջամտությամբ կարող ենք բոլորովին այլ քիթ ստանալ, ոչ վիրահատական ինյեկցիոն մեթոդներով կարող ենք ստանալ քիթը, բայց ավելի փոքր չափսերով։ Իսկ ինչ խնդիրներ կարելի է շտկել քթի էսթետիկ ռինոպլաստիկայի միջոցով։ Ոչ ոսկրային փոփոխություններ, որը կարելի է վիրահատական ճանապարհով ստանալ, մենք կարող ենք քթի ծայրի, ուրեմն չափսերի փոքրացում հատուկ ինյեկցիոն պրեպարատների միջոցով, որոնք ենթամաշկային ճարպային բջջանքի, ուրեմն քայքայման միջոցով կստանան։ Այսօր ունենք նաև հատուկ աճառներ քայքայող պրեպարատներ նաև, որոնցով կարելի է քթի, ուրեմն միջնամաս մի փոքր քայքայել եւ ունենալ ավելի հարթ ուրեմն քիթ։ Մեծ փոփոխությունների հասնել քթի չափսերի փոփոխությունների բնականաբար ոչ վիրահատական ճանապարհով չի կարելի ստանալ, բայց այնուամենայնիվ էսթետիկապես կարելի է գեղեցկացնել, կարելի է շտկել եւ եթե նույնիսկ կա այդ գորբ ասվածը, կարելի է այն հատուկ գելերի միջոցով շտկել եւ մարդը նայելով հայելու մեջ կունենա բոլորովին գեղեցիկ ու ուղիղ քիթ եւ իհարկե չի ունենա այն էսթետիկապես այն թերությունները, որոնք իրեն նեղություն էին պատճառում։ Կարծում եմ այս հարցը կհետաքրքրի շատերին։ Արդյոք քթի էսթետիկ ռինոպլաստիկայի մեթոդը մեկ անգամյա պրոցես է, թե ժամանակի ընթացքում քիթը վերադառնում է նախկին տեսքին։ Եթե դա արվում է հատուկ լցնողների միջոցով, քթի ուրեմն գելերի միջոցով հատուկ, իհարկե այստեղ էլ պետք է օգտագործել 3 տեսակի գելեր, որոնցից կնշեմ, եթե դա լցնողների միջոցով է արվում, ապա որոշ ժամանակ հետո բնականաբար այն պետք է ուրեմն կրկնել։ Մենք այսօր ունենք հիմնականում հիալուրոնաթթվով ուրեմն գելերն են, որոնք իմ կարծիքով շատ ավելի հաճախ օգտագործողն են եւ ավելի լավ արդյունք են տալիս, որը երկարատևության առումով գոնե 1 տարուց հետո պետք է կրկնել այս պրոցեդուրան։ Մենք ունենք կալցի հիդրոապատիտ հիմքի վրա ուրեմն պրեպարատներ, որոնք ավելի երկարատև են ազդում, սա ռեդիես պրեպարատն է եւ մոտ 3 տարի։ Առհասարակ շատ օգտագործվում է նաեւ քթի ոչ վիրահատական ռինոպլաստիկայի ժամանակ այս պրեպարատը, որի միջոցով կարելի է շտկել լցնելով եւ այն մոտ 3 տարի կտևի արդյունքը։ Եվ իհարկե լիպոֆիլինգն է, դա հենց մարդու ավտո ուրեմն մատերիալ է, այսինքն ճարպային ուրեմն հատուկ ճարպ է հենց մարդուց կաշվում է եւ որոշ ուրեմն մշակումից հետո այն լցվում է նաեւ։ Շատ ավելի հաճախ օգտագործվում է հիալուրոնաթթվի հիմքի վրա պատրաստված այն գելային լցնողները, որը մենք այսօր օգտագործում ենք։ Իսկ հակացություններ կան այս մեթոդի համար։ Գիտեք, կան եւ բացարձակ եւ հարաբերական հակացություններ։ Իհարկե բացարձակ հակացությունները դրանք այն բոլոր լցնողների նկատմամբ այն բացարձակ հակացություններն են, որոնք նույնիսկ շրթունքներ լցնելու կամ դեմքի օվալի փոփոխության ժամանակ օգտագործվելուց մենք հաշվի ենք առնում։ Դրանք բնականաբար որոշ աուտոիմուն հիվանդություններն են, հղիությունն է, ինչու՞ չէ նաեւ չարորակ նորագոյացություններն են, որը կարող է իմուն պատասխան տալ օրգանիզմի, վիրուսային սուր ինֆեկցիոն հիվանդություններն են, իսկ հարաբերական հակացություններից դրանք, ասենք, կերակրելու շրջանն է կամ մրսատություն բարձր ջերմաստիճանով բնականաբար հաճախորդը չի գա ռինոպլաստիկա իրականացնի, բայց այնուամենայնիվ այո, իհարկե կան հակացություններ։ Իսկ կարելի է դիմել այս մեթոդով շտկման քթի վիրահատական միջամտությունից հետո։ Շատ հաճախ արվում է ոչ վիրահատական ռինոպլաստիկան վիրահատությունից հետո, որովհետև վիրահատությունից հետո ոչ միշտ է, որ պլաստիկ վիրաբույժը ստանում է կամ հաճախորդին դուր է գալիս այն քիթը, որը վիրահատությունից հետո է ստացել։ Եվ լինում է ինչ-որ միտեղ անհարթություն, լինում են ինչ-որ միտեղ փոսիկներ, հյուսվածքային թերություններ, բնականաբար ավելի հաճախ կատարվում է վիրահատությունից հետո նաև։ Իսկ ո՞րն է նվազագույն կամ առավելագույն տարիքը քթի էսթետիկ ռինոպլաստիկայի համար։ Ես կարծում եմ ռինոպլաստիկան առհասարակ կարելի է իրականացնել 16-17 տարեկանից հետո, երբ ունենք ոսկրային աճառի ոսկրացում, ձևավորում ամբողջովին, դրանից հետո սա ցուցված տարիք է արդեն բոլոր տարիները։ Իսկ սրսկումից որքան ժամանակ անց է քիթը ստանում իր հիմնական տեսքը։
Առաջին օրը ունենում ենք այտուցներ, բնականաբար եթե դա լցնողների միջոցով է իրականացվում, ապա հենց այդ պահին էլ կտեսնեն արդյունքը, բայց այնուամենայնիվ մեկ օր մաքսիմում 2 օր միգուցե այտուցներ կունենանք, որից հետո արդեն կտեսնենք վերջնական արդյունքը։ Իսկ եթե դրանք հատուկ, ուրեմն քայքայող պրեպարատներն են, որոնցով մենք պետք է դեռ փոքրացնենք չափսերով քիթը, 1-ից 2 շաբաթ։ Ուրախ եմ, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները ունեն ոչ ռադիկալ մեթոդների այլընտրանքներ իրենց արտաքինի շտկման համար։ Շնորհակալ եմ օգտակար զրույցի համար։ Այսօր իհարկե շատ կոսմետոլոգիան շատ զարգացում է ապրում, այդ պատճառով մենք շատ խնդիրների լուծում կարող ենք տալ ոչ վիրահատական ճանապարհով, բայց այնուամենայնիվ եթե քթի համար գոյություն ունի, ասենք կոնկրետ այդ տեսակի քթի համար գոյություն ունի վիրահատական ցուցում, դա զուտ վիրահատական ցուցում է։ Պետք չէ խառնել այն վիրահատական ցուցումները եւ ոչ վիրահատական ռինոպլաստիկայի ցուցումները։ Նորաձևությունը կախված է ֆինանսներից, իսկ ոճը անհատականությունից։ Այսօր Նանեի տաղավարում հյուրընկալել եք մի անձնավորության, ով մեր ազգային էլեմենտները վերածեց նորաձևության ակտուալ ուղղության։ Այսօր մենք փորձենք բացահայտել դիզայներ, Տերյան մշակութային կենտրոնի տնօրեն եւ դասախոս Լիլիթ Մելիքյանին, ով իր զգեստների միջոցով մեր կանանց եւ աղջիկներին հաղորդում է իր ասելիքը։ Ողջույն Լիլիթ։ Բարև ձեզ։ Ուրախ եմ ձեզ տեսնել մեր տաղավարում։ Ես էլ եմ անչափ ուրախ։ Լիլիթ, ինչպես արդեն նշեցի, դուք մասնագիտացած եք նորաձևության մեջ ազգային էլեմենտների, ավելի կոնկրետ տարազների վրա։ Ինչից սկսվեց ձեր հետաքրքրությունը տարազների եւ ազգային հագուստի հանդեպ։ Ես կարող եմ ասել, որ դա իմ սեփական նախասիրությունն էր, որովհետև ես դեռ փոքր երեխա ժամանակ ինքս եմ կրել տարազ եւ հիշում եմ, որ իմ երեխա ժամանակ կրած տարազը իմ մայրիկի աշխատանքն էր, որովհետև այն ժամանակ գրեթե երևի թե չկար հնարավորություն ինչ-որ միտեղ պատվիրելու եւ ես երգում էի Հայրիկ Մուրադյանի խմբում որպես փոքրիկ երեխա ու մայրիկս իմ համար պատրաստել էր տարազ, որտեղ կար իր սեփական մոտեցումը հագուստին, հա, այսինքն ինչ որ հնամաշ կտորներից ասեղնագործած հատվածներով ինքը գործել էր ինձ արհեստական ծամեր եւ ես կրում էի այդ հագուստը մեծ հաճույքով։ Իսկ հետագայում երբ ես դարձա նկարչուհի եւ անդրադարձ ունեցա դեպի հագուստի նորաձևության ոլորտը, ես ինձ չեմ համարում նորաձևության մեջ նորություններ ստեղծող մի անձնավորություն։ Ես մի մարդ եմ, որ զբաղվում եմ դիզայնով եւ լայն ֆորմատով, այսինքն ես զբաղվում եմ նաեւ ինտերիերի դիզայնով, հագուստը իմ նախասիրություններից մեկն է, որը առաջացավ կարծում եմ վերջին տարիներին ինձ մոտ, որովհետեւ պահանջարկը զգացի, որ մենք ամենաշատ ուշադրություն դարձնում ենք հագուստին եւ կարելի է հագուստի միջոցով այնինչ հայեցի է վերել ժամանակը արդեն ասել հագուստի մեջ մի նոր բան, ինչը հայկական է եւ ես ինձ համար եմ պատրաստել իմ առաջին տարազը եւ հիշում եմ երբ փակել էի շատերի ուշադրություններ թե ինչպիսի տեսք եմ ես ունեցել այդ հագուստով եւ ինչ էր իմ հագուստը, այսինքն ինչի կարմիր կանաչ շոր էի հագել, այդ ինչ զարդեր էր վրան գցած, շատերը չէին հասկացել, որ ինքը ոճավորված տարազ էր։ Հետագայում դա դարձավ արդեն լուրջ ուսումնասիրության հիմք, բայց իրական ես առաջին տարազը ստեղծել եմ հենց ինձ համար։ Լիլիթ, ձեր շնորհիվ շատ կանայք եւ աղջիկներ որոշակի տոնակատարությունների ժամանակ սկսել են տարազներ կրել։ Այսինքն տոնական պերճաշուկ հագուստի փոխարեն նրանք նախապատվություն են տալիս ազգային զգեստներին։ Ինչու՞։ Գիտեք, այդ մշակույթը ընդհանրապես աշխարհում շատ տարածված է, այսինքն մենք հիմա կարող ենք շատ տարբեր երկրներում տեսնել, որ հարսանեկան հագուստ իբր կամ հյուրերին դիմավորելու հագուստ շատ ազգեր հենց կրում են իրենց ազգայինը։ Օրինակ ես տեսել եմ ճապոնացիների, չինացիների, որոնք անպայման կարևոր հյուր ընկալելուց եւ իրենք են հենց հյուր գնում եւ հյուրերին են դիմավորում անպայման ազգային տարազներով եւ հենց բուն տարազներով եւ գուցե ոճավորված տարազներով։ Եվ գուցե աշխարհում այդ տրադիցիան շատ տարածում ստացավ եւ մեզ մոտ էլ սկսեցին հագնվել, հետո մեր մոտ կարծում եմ, որ հայերը շատ սիրում են ինքնատիպ լինել եւ այդ խնդիրը կա, եթե դու խանութից որևիցե մի իր ես գնում,
գուցե դու հնարավորություն ես կրկնվելու, գնում ես միջոցառման, տեսնում ես քո զգեստից եւս մեկն է կրում։ Իսկ երբ դու ինչ-որ ազգային էլեմենտներով ես, ազգային զարդերով ես եւ քո հագուստը հենց քեզ համար է պատրաստված, գուցե չես կրկնվի, ավելի հետաքրքիր տեսք ունենաս։ Իսկ ձեր կանխատեսումներով որքան կտևի այս տարազային բումը։ Գիտեք, կախված է նրանից, թե մնացած դիզայներները ինչպես կարձագանք են, որովհետև այստեղ մեկ հոգու աշխատանք չի, հա, ինքը ազգային խնդիր է, որ մենք դիզայներներս ունենանք տարբեր հավաքածուներ, բայց նաև հայկական հավաքածու, մշտապես, այսինքն ամեն տարի մենք ունենանք ասելիք նաև մեր հայկական հավաքածուներով։ Կարծում եմ, որ արդեն բոլոր դիզայներներն էլ իրենց հայկական տարբերակներն են անում եւ այս բումը չի վերջանա ու բոլորը ի վերջո կունենան իրանց զգեստապահարանում ինչ որ մի բան, որ շատ հայկական է կամ տարազ է կամ ոճավորված է կամ գորգի նախշեր են կամ գուցե ասեղնագործություն է հայկական եւ ինձ թվում է չի վերջանա, որովհետեւ ինքը քոնն է եւ մնացած ազգերից տարբեր լինելու լավ հնարավորություն։ Լիլիթ, ինձ այսպիսի մի հարց է հետաքրքրում. ովքեր են ձեր հաճախորդները։ Նրանք են ձեզ ընտրում, թե դուք եք նրանց ընտրում եւ ինչ սկզբունքով։ Չեմ կարող ասել, որ միշտ մեզ են ընտրում, որովհետեւ մենք էլ ենք շատ հաճախ ընտրում, ասենք մարդիկ կան, որոնց ես ինքս ուղակի նայում եմ եւ տեսնում եմ, որ ինքը պետք է անպայման մի անգամ տարազ հագնի կամ գոնե ոճավորված հագուստ ունենա եւ հասարակությունը իրան տեսնի այդ հագուստով, օրինակ ձեզ մեծ սիրով կհագցնեի որևէ մի բան իմ հավաքածուից, որովհետեւ տեսքը շատ հայկական է, դիմագծերը գեղեցիկ, կարժեր ինչ որ մի բան առաջարկել։ Լիլիթ, դուք Տերյան մշակութային կենտրոնի հիմնադիր տնօրենն եք։ Միաժամանակ դասավանդում եք Մանկավարժական համալսարանի դիզայնի բաժնում։ Ինչպես ստեղծվեց Տերյան մշակութային կենտրոնը եւ որն է հիմնական ասելիքը։ Տերյան մշակութային կենտրոնը ստեղծվեց միջև ինձ, այսինքն Տերյան մշակութային կենտրոնի հիմնադիրը մեր նախագահն է, որը Տերյանագետ է եւ ինքը հենց ուսումնասիրում էր Վահան Տերյանի ժառանգությունը եւ պարբերաբար նույնիսկ Տերյան մշակութային կենտրոնը հրատարակում է որոշ նյութեր կապված Վահան Տերյանի հետ։ Ես հայտնվեցի կենտրոնում որպես տնօրեն եւ բերեցի իմ նախասիրությունները կենտրոն, այսինքն ես սկսեցի կազմակերպել կենտրոնում որոշակի գործունեություն, կազմակերպեցի դիզայնը եւ մենք դարձանք լայն առումով մշակութային կենտրոն։ Միջև ինձ ինքը կենտրոնը զբաղվում էր ավելի շատ Վահան Տերյանի հետ կապված բոլոր միջոցառումները կազմակերպելով։ Մենք հիմա էլ այս պահին մենք ունենք շատ միջոցառումներ, որոնք հենց նվիրված են Վահան Տերյանին եւ մենք նշում ենք Ջավախքում տերյանական օրերը, մենք պարբերաբար անում ենք շատ հետաքրքիր գրական մշակութային երեկոներ եւ հրավիրում ենք նաեւ մարդկանց, ովքեր ասմունքում են, ովքեր ունեն նորություններ, ովքեր ընթերցում են եւ դպրոցներում ենք անում հետաքրքիր միջոցառումներ կապված Վահան Տերյանի հետ։ Դա սկիզբն էր, իսկ հետո ստացվեց այնպես, որ ես լինելով նկարիչ դիզայներ եւ ղեկավարելով կենտրոնը, սկսեցի զարգացնել այնինչ ավելի շատ ինձ էր հոգեհարազատ եւ կարծում եմ, որ մեկը մեկին չէր խանգարում, որովհետեւ եթե մշակութային կենտրոն ենք, ապա կարող ենք լայն առումով զբաղվել ոչ միայն Վահան Տերյանով, այլ նաեւ մշակութային տարբեր միջոցառումներով եւ մեզ մոտ զարգացավ տարիների ընթացքում դեկորատիվ կիրառական արվեստը։ Իսկ ինչպես կբնութագրեք մեր երիտասարդ դիզայներների պոտենցիալը, որքանով են նրանք պատրաստ նորարարությունների, արդյոք ունեն այդքան ասելիք եւ համարձակություն։ Ես հիմա մի խնդիր կասեմ, որ բոլոր լսողները կժպտան, ու շատերը կզգան, որ ես շատ ճիշտ բան ասացի։ Հայերը մի շատ վատ բնավորություն ունեն։ Մենք շատ ենք սիրում կրկնօրինակել այն, ինչ մեկի մոտ լավ ստացվեց։ Եվ ես երևի թե չեմ զարմացնի հիմա մեզ դիտողին, եթե ասեմ, որ համարձակության բացակայություն է դա։ Երբ դու նայում ես մեկի մոտ մի բան լավ ստացվեց, մեկը իր արտաքինով գրավչական է, մեկը իր գործի մեջ հաջողակ է եւ կրկնում ես այն, ինչ ինքը անում է։ Ես հիմա ասեմ, որ շատ շատերը սկսեցին տարազներով զբաղվել մեզանից հետո, ինձ դա չի բարկացնում եւ չի զարմացնում, ընդհակառակը, քանի որ դա լայն ասպարեզ է, խնդրեմ, շատ ուրախ կլինեմ, որ շատ հայ դիզայներներ անդրադառնան այդ թեմային, բայց իրենց խոսքը ասեն, ոչ թե կրկնեն այն, ինչ անում են արդեն մարդիկ, այսինքն պետք չի կրկնել, որտեղ հայերի ժառանգությունը, այն ինչ որ մեր թանգարաններում է եւ այն ինչ մեր արխիվներում է,
շատ եւ յուրաքանչյուրի համար կարծում դռները բաց են, կա բազմաթիվ գրականություն, թե հայաստեղնագործության մասին, թե հայկական տարազի մասին եւ ովքեր ուզում են կարող են գտնել ինչով զբաղվել։ Ուղղակի ես չեմ կարծում, որ միայն ին ոլորտին է վերաբերվում, այլ ընդհանրապես հայերի մոտ, ասենք, որևիցե մեկը պատրաստեց ինչ-որ հետաքրքիր ուտեստ, միանգամից բաղադրատոմսն են իմանում, իրենք էլ են կրկնում, բայց կարելի է սեփական մոտեցումով ամեն ինչին վերաբերվել։ Իսկ մեր հասարակությունը որքանով է պատրաստ նորարարությունների նորաձևության մեջ։ Ինձ թվում է, որ հայերը մեր հասարակությունը ընդհանրապես դրա կարիքը ունի եւ սիրով են վերաբերվում, որովհետեւ մի քանի տարի առաջ ինձ թվում էր, որ մեր մոտ այդ բրենդամոլուցքը այնքան շատ տարածում ունի, որ եթե նույնիսկ հայկական արտադրության շատ շքեղ հագուստներ լինեն վաճառքում, միևնույն է հայերը կընտրեն այն տարբերակը, որը որ ինչ-որ հայտնի բրենդի է արդեն։ Բայց գիտեք, հիմա ես տեսնում եմ, որ չէ, նման վերաբերմունք չկա եւ չգիտեմ, ազգային են դարձել, ազգասեր են դարձել, թե սկսել են հասկանալ, որ մենք մեզ պիտի պահենք անպայման եւ մերը ճանաչենք։ Եվ հիմա ես կարող եմ ասել, որ մեր հասարակությունը շատ լավ, շատ մեծ սիրով է վերաբերվում նրան, ինչ մենք ենք արտադրում, ինչ մենք ենք անում եւ կարծում եմ, որ նոր տրենդերը, որ առաջարկում ենք, օրինակ մենք եւ շատ դիզայներներ հիմա անում են, հագուստի մեջ եւ ասեղնագործություն եւ մանրանկարչություն, գիտեք, յուրաքանչյուր դիզայները ուզում է հայկական հավաքածու ունենալ, շատերին դուր է գալիս եւ կկրեն։ Լիլիթ, դուք հյուրընկալվել եք ռուսական չափազանց հայտնի նորաձև դատավճիռ, այսինքն մոտնի պրիգավոր հեռուստատեսային նախագծում։ Մի փոքր բացենք փակագծերը։ Ինչպես հայտնվեցիք այդ նախագծում եւ ինչպիսին էր տպավորությունը այդ ամենը կադրի ներսից ուսումնասիրել։ Գիտեք, ես հայտնվել էի Մոսկվայում սեփական ցուցադրությունով, այսինքն ես Մոսկվա քաղաք էի մեկնել, որպեսզի եկեղեցուն կից հայկական թանգարանում, եկեղեցու հայկական թանգարանում ցուցադրեի հայկական տարազներս եւ ոչ միայն տարազներ, նաեւ ունեի մի փոքր իրերի ցուցադրություն, այսինքն նպատակը Մոսկվայում ցուցադրել մեր տարազների հավաքածուներ։ Եվ պատկերացրեք իմ զարմանքը, երբ երկրորդ օրն էր, որ ես Մոսկվայում եմ եւ իմ բջջային հեռախոսի վրա զանգեցին ORT-ից եւ հրավիրեցին առայժմ հարցազրույցի, որովհետեւ գիտեք ինչ հետաքրքիր էր, ես ոնց որ քննություն հանձնեի հարցազրույցի գնալուց առաջ, այսինքն երևի թե իմ ռուսերեն լեզվի գիտելիքներն էին նույնիսկ կարեւոր, որովհետեւ պետք է խոսեիր առանց թարգմանիչի եւ խոսեիր գիտական թեմաները, որովհետեւ խոսում ես քո ազգի պատմության մասին։ Ու շատ հետաքրքիր էր, որ sense մի քանի հոգեանոց թիմ ուղակի զրուցում էր։ Այնպիսի հարցեր էին տալի, օրինակ ինձ հարցում են, իսկ դուք ձեր երկրում շատ հայտնի դիզայներ եք, որ իմ համար ծիծաղելի հարց էր, ես ոնց կարող եմ իմ մասին կարծիք ասել, եւ մենք ուղղակի ասացինք, որ դուք կարող եք տեսնել այդ ինտերնետով, բացեք, նայեք մեր մասին ինչ ինֆորմացիա կա, կայք ուսումնասիրեք Տերյան կենտրոնի եւ այլն, ու մի քանի օր հետո արդեն հրավիրեցին եթերի։ Իդեպ հրավիրել էին ընդամենը 2 զգեստ ցուցադրելու նպատակով։ Եվ ի զարմանս ինձ երկուսը դարձավ 4, երբ նրանք լիարժեք հավաքածուն էին տեսել եւ ընտրել էին շատ հետաքրքիր։ Ուրեմն ի սկզբանե մոդնի պրիգավորը ուզում էր, որ մենք ցուցադրեինք ուղակի հայկական հարսանեկան զգեստը 19-րդ դարի սկզբին պատկանող եւ ի զարմանս ինձ նրանք հասկացան, որ ավելի արժեքավոր զգեստներ կար մեր հավաքածում եւ նրանք ուզեցան տեսնել վասպուրականը, թեքին տղամարդ, մետաղյա իրերն էին շատ արժեքավորել, որովհետեւ մեր հագուստի հավաքածուի մեջ կան հենց շամշիկները պատրաստված արծաթից եւ շատ դուր էր եկել ռուսներին։ Եվ ուզում էին Էրզրում Կարինը, որտեղ կար հետաքրքիր գլխազարդ, Վարդ Թանթանան, ամբողջ ասեղնագործած եւ ի զարմանս ինձ մարդիկ, ովքեր որ ամբողջ օրն էին մեր հետ, ORT-ում, իրենք շատ լավ գիտեին հայկական մշակույթը, քաչ տեղյակ էին թե մեր պատմությունից։ Ես հիշում եմ, երբ ես եկա, այստեղ արձագանքը այսպիսին էր. իսկ ինչի դու Վասիլևին չասեցիր, որ մենք ամենակարևորն ենք, որ մենք ավելի հին ենք, քան Օսմանական կայսրությունը եւ այլ, եւ ես հիշում եմ, ես պատմում էի, ասում էի, որ հաղորդումը նախ մոնտաժված էր, մենք ավելի մեծ հաղորդում ունեինք, քան տեսանք։ Հետո Ալեքսանդր Վասիլևը շատ
գրագետ եւ շատ լավ պատմաբան է եւ ինքը շատ քաջատեղյակ էր ինչից խոսում էր, այսինքն երբ խոսում էր 19-րդ դարի հարսի զգեստի վրա օգտագործված գլխազարդի մեջ կոպեկների, պատահական չէր նրա ինֆորմացիան, որ մենք հայերս արդեն այդ ժամանակ Օսմանական կայսրության ազդեցության տակ ենք, ուղղակի ինքը պետք է ասեր, որ դա փոխ ազդեցություն է, չես կարող ասել ով մեր վրա ազդեց, թե մենք իրենց վրա ազդեցին, փոխ ազդեցության մասն էր խոսում եւ ասեմ, որ մեր մշակույթին, մեր տարածքներին շատ մեծ սիրով էին վերաբերվում եւ շատ մեծ տեղ էին տալիս ու խիստ պատահականություն էր։ Ես վերադարձել եմ եւ շատ դիզայներներ ինձ հարցնում էին, իսկ ինչպես ստացվեց, որ դու հայտնվեցիր այնտեղ։ Ոչ մի միտումնավոր պայմանավորվածություն չկար։ Կար ուղղակի ներկայացում ցուցադրության ժամանակ եւ հետաքրքրություն պարզապես դեպի հայկական տարածքը։ Եվ վերջին հարցս յուրաքանչյուր կին, որքան էլ ակտիվ հասարակական գործունեություն ծավալի, միևնույն է ունի իր երջանկության պատկերացումները։ Որն է ձեզ երջանկության բանաձևը։ Շատ հետաքրքիր հարց էր, որովհետև ես երեք այդ հարցի մասին մտածել եմ, որ ես ինձ չափազանց երջանիկ կին եմ համարում, չնայած ես էլ երևի ունեմ կյանքում իմ կորուստները եւ իմ խնդիրները, բայց ես ինձ չափազանց երջանիկ եմ համարում, որովհետև ըստ ինձ ամեն մարդ ինքը իր երջանկությունն է ստեղծում։ Ես կարող եմ ասել, որ օգնում է քեզ ստեղծել այդ երջանկությունը քո ընտանիքը։ Այն ընտանիքը, որտեղ դու ծնվել ես, ոչ թե որը դու ստեղծել ես, այլ որտեղ դու ծնվել ես, որովհետև քո հիմքը, քո սկիզբը հենց այդ ընտանիքից է գալիս։ Եվ ինձ մոտ կարծես թե ստացվեց։ Ես երջանիկ եմ եւ կարող եմ վարակել իմ երջանկությամբ։ Բոլոր մարդիկ պետք է միանշանակ իմանան, որ երջանկությունը ձեր ձեռքերում է։ Դա վիճակ է։ Դու կամ քեզ երջանիկ զգում ես, կամ չես զգում։ Շնորհակալ եմ այսչափ հետաքրքիր բովանդակալի զրույցի համար, մաղթում եմ ձեզ նորանոր հաջողություններ եւ հետաքրքիր նորաձևության ցուցադրություններ։ Ձեզ նույնպես շնորհակալություն հրավերի համար։ Լավ ինքնազգացողության բանաձևը շատ պարզ է, շատ դրական էմոցիաներ եւ քիչ բացասական։ Ի վերջո մենք ինքներս ենք ընտրում մեր սոցիալական շրջապատը, ըստ այդմ էլ մեր առօրյա շփումների որակը։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Առայժմ։